Հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը շարունակում է ոլորտային միջոցառումների շարքը։ Ամփոփելով հեռահաղորդակցության շաբաթվա այս օրերի աշխատանքը, կարող ենք փաստել, որ այն հաջողված էր, ուներ բավականին մեծ լսարան, բավականին մեծ ներգրավվածություն եւ հետաքրքրության լայն շրջանակ։ Առանձնակի ուշադրություն դարձրեցինք նաև երեխաների առցանց անվտանգության հարցերին, որը անչափ կարևորում եմ։ Քննարկումներ տեղի ունեցան, որի արդյունքում էլ առաջադրվեցին լուծումներ, թե ինչպես հեռահաղորդակցության ոլորտը կարող է աջակցել երեխաների առցանց անվտանգության ապահովմանը։ Թվայնացում և տեխնոլոգիաների նոր միտումներ, սպառողական վարքագծի փոփոխություններ, OTT հարթակների ազդեցությունը տեսալսողական մեդիայի վրա։ Կրկին մետտեղվել են պետական մարմինների, օպերատորների և տեխնոլոգիական համայնքի ուժերը հարցերի այս լայն շրջանակը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։ Մասնակցելով Telecom Week 2026-ին մենք ցանկանում ենք մեր ներդրումը ունենալ ոլորտի առաջխաղացմանը, զարգացմանը, մեր մասնաբաժին ունենալ, ինչպես նաև շատ կարևոր է մեր համար կիսվել փորձով մեր գործընկերների հետ, ունենալ տարատեսակ քննարկումներ, որովհետև շատ հագեցած միջոցառում է եւ եւս մեկ անգամ հնարավորություն է խոսել ոլորտում առկա խնդիրների մասին, զարգացումների, արդի թրենդերի եւ փորձով կիսվել գործընկերների հետ։ OTT-ն այն թվային հարթակն է, որտեղ մատուցվում են տեսաձայնային եւ այլ հաղորդակցության ծառայություններ անմիջապես ինտերնետի միջոցով։ Ինչպես կարգավորել OTT հարթակները, որպեսզի մրցակցային պայմաններ ստեղծվեն տեղական հեռուստաընկերությունների, ցանցային օպերատորների համար, թեման արծարծվեց պանելային քննարկման ընթացքում։ OTT-ն նշանակում է կոնտենտ, ինչ-որ կոնտենտ, Ինչպես տեխնոլոգիական մնացած զարգացումները, OTT հարթակի զարգացումը գալը շուկա եւս փոփոխություն է իրականացնում շուկայում եւ եւս ազդում է ոլորտի ընկերությունների վրա, այդ թվում մեր վրա, բայց մենք նմանատիպ փոփոխությունները դիտարկում ենք ոչ թե որպես խնդիր, այլ նոր մարտահրավեր եւ նոր հնարավորություններ եւ ինչպես OTT-ն, այնպես էլ տեխնոլոգիական մնացած նոր զարգացումներն ու նոր միտումները փորձում ենք ներդնել ընկերությունում եւ ընդառաջ գնալ զարգացող շուկային եւ սպառողների նոր պահանջներին։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը չունի գործիքակազմ OTT հարթակները վերահսկելու եւ օրինական դաշտ բերելու համար, նշում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը։ Գոյություն ունի ծառայությունը, փաստացի հաճախորդներ ունեն եւ մատուցում են այդ ծառայությունը, որոշները օգտվում են դրա օրինական մասից, ցանցային օպերատորներին վճարում են, ստանում են ծառայությունը եւ օրինական դաշտում օգտագործում են, սպառում են ինֆորմացիան, ֆիլմը, տեղեկատվությունը, որոշները գնում են այլ տարբերակով, ավելի էժան, մատչելի ծառայություններ են ձեռք բերում, որոնք որ վստահելի չեն, խախտում են հեղինակային իրավունքը, իհարկե ավելի մատչելի են, էժան են եւ շուկայում հայաստանյան հնարավոր է գտնել նման ծառայություններ։ OTT հարթակների կողմից մատուցվող ծառայություններն ազդում են ցանցային օպերատորների գործունեության վրա։ Օպերատորների շրջանում բաժանորդների նվազում է գրանցվել, ասում է հռահի ներկայացուցիչն ու մեջբերում։ Այստեղ պետք է տեսնել նաև դրականը։ OTT հարթակից օգտվելու համար բաժանորդին անհրաժեշտ է ինտերնետ, իսկ ինտերնետ ծառայությունները մատակարարում են ցանցային օպերատորները։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է ոլորտային այսօրինակ խնդիրներին։ Այս տեխնոլոգիական զարգացման արդյունքում շատ հեռուստանման ալիքներ են առաջանում, որոնք իրենց ծառայությունները մատուցում են հեռուստատեսության նմանությամբ, ունեն հստակ ծրագրեր, եթերաժամանակ եւ անդրադառնում են բոլոր խնդիրներին հասարակական դաշտում եւ այլն, եւ նրանք չեն գործում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո։ Սա առաջին խնդիրն է, որ մենք անդադար բարձրաձայնում ենք, որ մեզ անհրաժեշտ է ամբողջ մեդիա դաշտը տեսնել, որպես մեկ ամբողջություն, մենք տեսնում ենք անհավասարություն դաշտում։ Մի կողմից մենք հեռարձակողներին ասում ենք, դուք պետք է գործեք այս որոշակի սահմանափակումների դաշտում, մյուս կողմից կան այսպիսի հեռարձակողներ։ Պանելային այս քննարկմանը զուգահեռ հեռահաղորդակցության շաբաթ 2026-ի շրջանակներում կայացել է նաև ՏՏ ոլորտի կարգավորման հարցերի վերաբերյալ սեմինար։ Միջազգային փորձագետները կիսվել են իրենց լավագույն փորձով։
Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։